Պարոն Շինյան, բավականին մեծ գրասենյակ ունեք հարմար եւ դեռ կհասցնենք որոշ անկյուններ եւ այլն բացահայտենք, բայց հետաքրքիր բան ասացիք, ես ուզում եի ձեր կուսակցության տարբերանշանի մասին հարցնել, աղավնի։ Այո։ Հա, ես մտածում եմ միշտ որ դա խաղաղության աղավնին է, դուք ասացիք չէ, ասեք ինչ աղավնի է ինքը։ Ուրեմն դա մեր ազգային փիլիսոփայությունից է գալիս եւ աստվածաշնչյան ակունք ունի, նույնիսկ մի քիչ ավելի, քան աստվածաշնչյանն է։ Մենք աշխարհի արարման կենտրոնում ենք գտնվում եւ քաղաքակրթությունն առաջացել է համաշխարհային, ուրեմն Արարատի շուրջ Մասիս եւ այլն Նախիջևա եւ այս շրջանը, որը վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններ կան, այսինքն մենակ ես չէ որ ասում եմ, ասենք Մարշալ Լանգ եւ այլն։ Քանի որ քրիստոնեական արժե համակարգի մեջ է մեր ազգային եւ մենթալիտետը, եթե կուզեք, եթե մշակույթը այդ իմաստով բացառիկ է ուրեմն Պարսեվագի բացադրությունները եւ այսպես մենք քանի որ քրիստոնեական ժողովրդավարություն եւ ժողովրդավարությունը մեզ հատիկ է այսօրվա անարխիկ բաները դրսևորումները նաեւ ուրեմն ժողովրդավարության ավանդույթի հետ մի քիչ կապ ունեն հեռավոր հազարամյակների եւ առաջագործության փիլիսոփայությունը մենք վերցրեցինք որպես մեր փիլիսոփայություն, որտեղ եթե գուսակցությունը լուրջ է, նա պիտի նաեւ փիլիսոփայական աշխարհայացք ունենա, ուրիշ կերպ չի լինի, եւ ահա այնտեղ Նոյի աղավնին, ջրհեղեղը, աշխարհի արարում եւ Հայաստանը։ Դա Հայաստան աշխարհը այդպես է, ուրեմն դրա համար աղավնին մեր Պիկասոյի աղավնին չի, խաղաղության աղավնին չի, իրական աղավնի է, այսպես Նոյան աղավնին է, որը գիտեք ինչ արեց եւ ինչ բերեց, լուրը բերեց, Նոյինն է, դա Հայաստանն է։ Հասկացա։ Դեռ խոսենք կուսակցության փիլիսոփայության բովանդակությունից, բայց հետաքրքիր է ձեր հենց այսպես ֆիզիկական առօրյան ոնց է սկսում, եկա գրասենյակ ինչ է կանում առաջինը։ Նախ ասեմ, որ տեսական հարցերի խուրձ կա, որտեղ մեր նպատակը իրական քաղաքական կազմակերպություն առաջացնելն է, ոչ թե պարագայական, այդ իմաստով նման բաներ կան, որ առաջանում են եւ առաջինը տեղեկատվությունն է դրա ենթատեքստում, օրվա տեղեկատվությունը մի հատ նայել, ստուգել, համադրել հայաստանյան գործընթացներին, դե բարձր որ մի քիչ իրազեկեմ եւ որից հետո արդեն կուսակցության մեջ ընկերներ կան, աշխատանք կա, տեղ գնալ կա, հյուրընտրաններ կա, բան բացատրել կա, նյութեր եւ այլն, եւ այս օրը սկսում էսպես, արդեն մնացածը ինքը իրեն դասավորվում է, գումարան երկրորդ մասուն է անշուշտ, դուք երևի կհիշեք, որ ես բոլորդ երևի ուրեմն 10 թվականից ամենակիչը ակտիվ էկրանների վրա եմ, դե շաբաթը մի 5-6 հարցազրույց, քիչը, միջինը այդպես, ընդ որում տարիներ շարունակ եղել են ռադիոկայան կամ հեռուստաընկերություն կայքեջ, որոնք ասենք շաբաթ այդ օր անպայման գնացել եմ։ Մի ժամանակ կար ռադիոն լրատվական, ամեն շաբաթ մարդիկ ինձ ասում էին, մանկարժականում էի աշխատում եւ ես ինչ ես անում եւ այն հուսահատ տարիներ։ Ասել ասում եմ, եղբայր, քայլում եմ արևի տակ, անձրևի տակ եւ այլն, էլի։ Եվ ասում են, չես հոգնում, ասում եմ, դուք ձեր գործն արեք, հիմա ես հոգնում եմ, չեմ հոգնում, ես իմ իդեալն ունեմ եւ այսպես անընդհատ եղել է, նրանից հետո ասենք մի ուրիշ տեղ, իսկ առաջի հեռուստաընկերություն եւ այլն, դե կհիշեք, որ բարբերաբար եղել է, երբեք չեմ մերժել, Արմենիա առաջ շատ էին, հեղափոխությունից առաջ ոնց ասեմ, երևի տարբերակում չկար, չէի մերժում։ Բայց նաեւ ունեք ձեր անձնական մինի հեռուստաընկերությունը այստեղ, սա կուսակցական է, այս դրանից հետո, դե հեղափոխությունից հետո մի քիչ նեղացավ միջավայրը, մի մաս իրենք չեն կանչում, միտեղ ես չեմ գնում, բայց դա բնական է դա։ Հիմա ես քանի որ կուսակցությունը ստեղծեցինք եւ ես միշտ խուսափել եմ բյուրոկրատիայից, ես ամբիոննել եմ առանց բյուրոկրատիայի ղեկավարել, քաղաքագիտության բաժիննել եմ հիմա ակադեմիայի առանց բյուրոկրատիայի ծավալուն այդ բաների անում,
Եվ այսպես, քանի որ մեզ պետք է կուսակցության տեսակետը պաշտոնական, ահա հայացք Երևանից հաղորդաշարը, որ ես մեր այս կարգ օգտվում եմ մեր հնարավորություններից, որը շատ արդյունավետ է։ Մարդիկ Լոս Անջելես, Սիդնեյ, որտեղ ուզեք, որտեղ ես եղել եմ, Հայաստանի մասին խոսք չկա, Երևանը սովորեն, ասենք, 3 շաբթի ժամը 7-ին անպայման ամառվա շոկից բացի սպասում են այդ հաղորդումներին։ Այսինքն սա մեր կուսակցության նախագահի էջն է։ Մնացածը տպավորություն է, որ դուք հոգու խորքում ուզել եք հեռուստատեսությունում աշխատեք, որովհետև այդքան շատ որ գնում եք, բնականաբար դա միայն նրա համար չէ, որ գործա պետք է ամր, սիրում եք էկրաններին լինել։ Եղել է այդպեսի միտք, որ չգիտեմ, դերասան, հաղորդավար եւ այլն, բայց արդյունքում քաղաքականություն եք մտել։ Չէ, դա չի եղել, ուրիշ բան եղել։ Ես կրթությունով համալսարանական իրական փիլիսոփա եմ, էլի կրթությունով, ես ասում եմ, եւ իմ աշխատանքն այնպես է ստացվել, հետազոտական, ես նյութական մրցանակներ եմ շահել, ազգային ինքնագիտակցության փոփոխության վրա ազդելու ձևեր կան, լավ իմաստով։ Ժամանակին այդ որ ասում եմ գնում էի, ինչ էի ուզում, բան չէի ուզում, ինչ չէի մերժում, լրատվամիջոցներով ես ուզում էի ազդել մեր ազգային ինքնագիտակցության վրա հիշողության վերականգնումով, որովհետև մեր պատմությունը, այն ինչ որ սովորել ենք, սովորում ենք դեռևս մեր պատմության հետ կապ չունի։ Դա Ռուսաստանի շտամբ է դրված, որովհետև ինքը նվաճել է ժամանակին թուրքերի օգնությամբ, ինքը կեղծիք է սարքել հայերի ձեռքը։ Եվ այսպես այդ իմաստով ահռելի լսարան ունեի, հանգարց տեսա պատմության ճշգրտումը։ Օգտագործում եք հնարավորությունը։ Այո, հնարավորությունները եւ երկրորդ ինձ որ ճանաչում է աշխատանքի բանը մեջ, գիտեմ որ ես սովորաբար ով որ դիմում է մերժել չգիտեմ։ Այսինքն անում եմ առավելագույն եւ այսպես մեկ էլ տեսա որ ես հերոստանգերություններում եմ։ Երկու նկար ա կախած, մեկը Արամ Մանուկյանի դիմանկարն է, մյուսը Այվազովսկու աշխարհի արարումը։ Ինչ են հենց այս երկու նկարները ձեզ շրջապատում։ Իսկապես եւ ուղեկցում։ Եվ ուղեկցում, հա։ Աղավնու հետ միասին։ Ահա, հիմա ես համալսարանում 73 թվականին նոր եմ իմացել, որ Այվազովսկին հայ է, ռուս մարինիստ։ Ես միշտ գերազանցիկ եմ սովորել։ Հա, մեր բախտը բերել է, այսինքն մենք դպրոցից գիտեինք, որ Այվազովսկին հայ է, ձեզ չեն սովորացնում։ Գրիգորյան մի արվեստաբան կար, դասախոսներ մեր։ Երբ որ ասեց հայ է, ես չէի իմանում։ Ես չէի, ուրիշները կասեն գիտեի, սուտ են խոսում, որովհետև դասագիրքը մեկ էր, թերթը մեկ էր, ինքը ռուս մարինիստ էր։ Հետո, երբ որ այդ առաջագրությամբ, ես քաղաքական չի, փիլիսոփայություն իմաց, եւ որոնում էի, ես որոնել եմ մեր ժողովրդի արքետիպը, շատեր խոսել են, որտեղ է, ինչու է ձևավորվել, այդտեղ նաեւ իմ հաջողությունը, բայց նաեւ դժվարություն, որտեղ շատ դժվար է։ Եվ ահա Այվազովսկին իմ ընկալումով չէր կարող չանդրադառնալ։ Եվ ահա այստեղ սովետական տարիներին սա հայտնի է որպես քաոս։ Ես երբ որ ակադեմիական մի հրատարակության մեջ այս նկարը տեսա առաջին անգամ, դե ձեր սերնդի գործը շատ է հեշտ, այդ առումով ամեն ինչ կա։ Շշմել էի, բայց քաոս, բարձում է իրականում դա աշխարհի առաջագործությունն է։ Եվ դա բնական է, Այվազովսկին զտարյուն հայ է, մտածողություն ազգային է, բայց մեծ մասշտաբ է, չէ՞։ Եվ նա պիտի իր ժողովրդի աղավնու հետևից գնացած լիներ, այդ արարչագործությունից եւ այլն, եւ այս նկարը այդտեղից է եկել։ Ես այնքան էի դրանից տպավորվել, որ նույնիսկ մանկավարժականում այստեղ հատուկ ուսանողների համար մի բան կազմակերպեցի, նման բաներ ես անում եմ։ Դասախոսության մի բան, որտեղ ես դա հատուկ զեկուցեցի, ասեցի, այն ժամանակ էր, երբ որ մենք ընկճված էինք, ասում էի հերիքը նվվակ, անընդհատ բողոք է, անընդհատ փոքր ազգ չենք, փոքր ենք քանակով եւ այլն։ Ուրեմն դա դրա հետ կապ ունի, մյուսը Արամ Մանուկյանը։ Եվ Արամ Մանուկյանի կերպարը պատմական եւ այլն գիտենք, բայց ինչու Արամ Մանուկյան։ Ձեզ ասոցացնում եք իր հետ։ Ես չեմ ասում, ես բաներ չունեմ նման, չունեմ, բայց մի ուրիշ բան ունեմ։ Ես խորապես համոզված եմ, որ ցեղասպանության եւ այլն այդ շրջանները ես գրել եմ եւ շատ եմ ուսել։ Եթե Արամ Մանուկյանը չլիներ, մեր ժողովուրդը
պատմությունը կանգնեցրել էր Աստված չանի։ Բայց նա մի սխալ թույլ տվեց, ես դրա բանը չգիտեմ, թե ինչու այդպես ստացվեց 19 թվականին հունվարին Երևանի շրջակայքում երեխաների որբանոցներ չէ, ինչ-որ տեղեր կային, ջամբարներ, էլի հավաքել էին, ինչ-որ հնարավորություն կար, Արամ Մանուկյանը որոշում է գնալ երեխաներին տեսչական այցի մեր եւ այնտեղ բծավոր տիպով վարակվում է։ Իրեն ասել են մի գնա, օրինակ ես չգիտեմ ինքը իր թիգնազորն ունեցել է թե չէ, ով թույլ տվեց։ Եթե 100%-ով համոզված, եթե նա չմահանար, 2-3 օրում հունվար 31-ին 19 բծավոր տիպը հնձում էր, նույնիսկ այսպեսի բան են ասում, այդ կարելի է մեր ժողովրդի մանա։ Ասում են, լսեք, մի ամբուլանս սրսկենք, մտնելու ես այդտեղ, ինչ-որ։ Ասել է, մեր աչքի առաջ մեր երեխեք ոչնչանում են, ինչ ամբուլա, ինչ բան։ Չի վերցրել, չի եղել, դե տարին 19 թիվն է եւ այդպես մահացավ։ Եթե նա մենար հաստատ բոլշևիկյան հակահեղափոխությունը բաներ Աղասի խանջաններ, բաներ չեն լինելու։ Նրա հեղինակությունը շատ էր բարձր։ Աշխարհում եզակի քաղաքական գործիչ է, որին ժողով են արել միտինգ, դե մենք միտինգ սովորում ենք, դիկտատոր են հռչակել, երբ ինքը չի եղել։ Երբ որ նրան ժողովուրդը գնում տունը, ասում են դու դիկտատոր ես, դες բաներ կամ ասում են ես ինչ դիկտատոր, չասում են դիկտատորի ֆունկցիա կատարես եւ այլն։ Արամ Մանուկյանը Խալիլ Փաշայի հետ իր նախկին կապերի միջոցով 30,000 ֆուտ հացատիկ է վերցրել։ Ցեղասպանության կազմակերպիչ Խալիլ Փաշայի, որտեղ Հայաստանը 18-19 թվականին սովը հնձում էր, դերևս ամերիկացիներն օգնություն Այսպեսի բաներ եւ այլն։ Իսկ ինքը ձեր թիվ 1 քաղաքական գործիչն է ձեզ համար, հայության 20-րդ տարի եւ կարծում եմ այդպես էլ գնա մեր պետականության հիմնադիր, ինչքան կհեռանանք, այնքան կբարձրանա։ Իմ ընկալումն է հասկացա։ Եվ մինչև զրույցը դուք այս կողքի սենյակը ասացիք, որ ակումբ է ինքը նաեւ այսպես փոքր։ Եթե խնդրեմ եւ առաջարկեմ կան գնալ այնտեղ, նաեւ պատմեք այդ ինչ ակումբ է կուսակցության ներսում։ Շատ լավ։ Պարոն Շիրինյան, մենք ձեր ասած ակումբում ենք։ Ինչ է կատարվում այս ակումբում։ Ուրեմն, այսպեսի մի բան կա, եթե կուսակցություն դի կազմակերպվի, հիմա չենք քաղաքականացնում։ Հա, էլի։ Նա պիտի տեսական մաս ունենա, փիլիսոփայություն ունենա եւ պիտի լինի միջավայր, որտեղ ոչ կուսակցականները, համագիրներ, ոչ համագիրներ կարող են հարցեր քննարկել եւ այլն։ Քանի որ քրիստոնեական ժողովրդավարությունը մեր համար, մեր ժողովրդի համար մշակութային արժեք ունի, մեր ու գերմանացիների համար նույնն է։ Ուրեմն հին մշակութային ակումբների վրա է։ Ես ընկեր խորհրդակցեցի, մտածեցի, որ մենք ունենանք ակումբ, որտեղ դուք, մյուսը, ես կարող ենք բանավիճել, այստեղ ես հրավիրում եմ հանրապետության լավագույն մասնագետների, ովքեր որ չեն մերժում, օրինակ, այս մի քանի օր առաջ լավագույն ֆիզիկոսների, մեր համաշխարհային մաթեմատիկոսների, այստեղ հետո լուսանկար, զրույց քննարկում եւ այլն նման բաներ։ Եվ նաեւ սա կուսակցության անդամների համար առիթ է, որ իրար տեսնեն մի բաժակ կոնյակ, մենք ունենք ավանդույթ, հայկական կոնյակ անպայման եւ ուրեմն շոկոլադի սալիկ, ուրիշ ոչինչ, որը բացում է, ավանդույթ է, չէ, հայկական պիտի լինի, հայկականություն, Օրմանյանի անվան, այսինքն պարզ է ֆունկցիան։ Օրմանյանի անվան, որովհետև դե այսպես գլուխ չեմ գոհում, բայց ես մեր քաղաքական պատմություն, փիլիսոփայություն եւ այն շատ լավ գիտեմ։ Դա մասնագիտություն չէ, ուզում եմ ասել, ես ուրեմն պաշտամունք եմ ունեցել Օրմանյանի գիտելիքի հանդեպ, մեր եկեղեցու, մեր փիլիսոփայության դավանանքի կառուցվածքի հազարամյա պատմության եւ անձի հանդեպ։ Եվ այսպես դրա համար նա ունի 3 հատոր, ես երբեմն ուսանողներին հանձնարարել եմ։ Ամեն հատորը 1000 էջից ավելի է հիմա հրատարակված։ Եվ այլն դա մեր Հայաստանի պատմություն ազգապատում է կոչում։ Եկեղեցու զուգորդումով փայլուն աշխատանք է, նաեւ եկեղեցու եւ դիվանագետ է, որ ասում են հայերը դիվանագիտություն չունեն, սա եզակի դիվանագետ
բան եկեղեցական է։ Ինքը Պորսում արևմտահայոց պատրիարքարանը ղեկավարել Սուլտան Համիդի ամենադաժան տարիներին, իր պաշտոնավարման տարիներին ոչ մի հայի գլխից ասում են մաս չի փոխվել իր դիվանագիտության եւ թուրքական պետության հետ փոխհարաբերություններ կառուցելու առումով հետո եւ այլն եւ դրա համար իր անունով է այո ի պատիվ իրեն պիտի հիշվի ես քանի որ քրիստոնյա ժողովրդավարություն ենք այսինքն պատրիարք որը փայլուն էս առումով ակումբի հավաքի վերջում ի՞նչ է տեղի ունենում նոր մարդիկ են գալիս ձեր կուսակցություն թե գնում եք տներով սովորաբար ակումբի բանին որը մեկը ոչ ընդունվում է ոչ գնում է բայց դրանք իմ եւ կուսակցության համագիրներն են հա լինում որոնք մարդիկ ասենք օրինակ կանչել են լավագույն հոգեբան է եղել ինչ-որ հարց են ուզեցել քննարկում է եղել գրականագետ Մուրադյան Սամվելն է եղել էստեղ Նարեկացի այսինքն ժամանց որը բան է տալիս գիտելիք կապված ձեր կուսակցություն ընդունվելու է այստեղ միջանցքում ձեր կուսակցության երթման տեքստն է հետաքրքիր է դա հենց արարողություն է տեղի ունենում ասենք ես նոր եմ եկել եմ ինձ ընդունել եք կուսակցություն պետքա երթման արարողություն լինի ո՞նց է դա տեղի ունենում դա նայա նստում ենք քանի հոգով այսինքն ովքերով եք այս անգամ խմբային է եղել ասենք ես կարդացել եմ կրկնել են տալի ձևը չի կարևոր, բայց չէ, բայց հետաքրքիր է այդ արարողակարգը, էլի ոնց է սահմանը։ Շարքային սովորական բանով։ Այսինքն դուք եք կուսակցության անդամները նստում են, ես գալիս եմ։ Դուք գալիս եք կանգնած, հա, ոնց էս ազատ եք։ Ուրեմն, այստեղ նայեցեք, այս բանը մեր չէ, մեր զինանշանն է, բայց տեքստը ձերն է։ Բայց արդարությունը պետության հիմքն է։ Ուրեմն քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություններն ունեն 3 սկզբունք. արդարություն, բանա, ազատություն առաջին, երկրորդ արդարություն, երրորդը համերաշխություն, համաշխարհային, ներքին եւ այլն։ Ուրեմն ազատությունը այստեղ խնկարկելի է, այս կուսակցությունները։ Դրա համար կուզեմ կկանգնեմ, կուզեմ կնստեմ։ Կուզեք կանգնեք, կուզեք կնստեք եւ այլն եւ այլն։ Եվ տեքստն եմ ասում։ Տեքստը այո։ Ու հետո որից հետո ես ենթադրում եմ եւ մենք ծեսն է հետաքրքիր։ Ծեսը հետաքրքիր, որ հայկական բան է, նստում նայած այդ հատուկ բան չկա։ Հա։ Քանի որ նոր է, մարդիկ իմանան, որ եթե երթվել են վաղը, ես հետո ասում եմ, դուք երթվել եք, չէ՞։ Երթվել եք, այս գործը պետք է անեք։ Ես էլ պետք է անեմ, որտեղ երթվել եմ։ Իսկ ունեք ինչ-որ յուրահատուկ հարց, որի միջոցով հասկանում եք, ես մարդուն ընդունենք, թե չէ։ Դե ես այդ մեթոդներ չեմ կիրառ։ Բայց ունեք։ Ասեմ ձեզ։ Բայց գիտեք։ Ասեմ ձեզ, ասեմ, ես եթերով շատ եմ ասել։ Դե ես պրոֆեսիոնալ քաղաքագետ եմ, բանով էլի, դոկտոր եմ բան։ Քաղաքագիտություն ունի մանիպուլյացիայի բաժիններ, պրոֆեսիոնալ։ Ես երբեք Հայաստանի ներսում եւ կուսակցության ներսի համար մանիպուլյացիա չեմ արել։ Ցանկացած մարդու կընդունեք կուսակցություն։ Չէ, դե նայում ենք ստանդարտները, նախ այստեղ գալիս են իմ համագիրներ, որպես կանոն անձամբ ձեր, այո, այդպես է, կուսակցությունը այդպես է առաջացել։ Չի խանգարվում, որ մի քիչ անձնակենտրոն է։ Չի, ես թույլ չեմ տալիս, ես ինքս անձնակենտրոն չեմ։ Ես առանձնապես մեծ կարծիք չունեմ իմ մասին եւ աշխարհում շատ մարդկանց մասին, էլի։ Նորմալ է, ես ինչ ունեմ։ Քանի որ ես գործի մեջ մտել եմ, ես ուզում եմ որ հաջորդ ունենա քրիստոնեական ժողովրդավարության մի կուսակցություն, որի փիլիսոփայությունը մեր մշակույթն է գնում, մեր մշակութային արմատները, այնպես ինչպես հասկանում է Պարուս Սևակ։ Պարուս Սևակ վացարը կետի մասով։ Հասկացա։ Այնպես ինչպես կասեմ ձեզ, բանը, Մինասը, նրան կտավները, այդ բոլոր արքետիպային է, այն խորքերի մեջ է։ Միջանոց եւ այդ իմաստով ասեմ, ես ընդօրինակել եմ Ադենաուերին։ Գերմանական ԿԴՄ-ն ստեղծվել է 46 թվականին այդպիսի բաների վրա։ Գերմանիայի ես չեմ քաղաքականացնում, բայց փիլիսոփայության առումով եմ ասում, որտեղ իմանան նա ասում էր Գերմանիան կվերականգնվի երկու բազային սկզբունքների վրա։ Նախ ազատություն, անքննելի եւ երկրորդը քրիստոնեության արևմտյան մեկնաբանության, ասենք ես ավելացնեմ, գերմանական ակունքների վրա վերադարձի պարագայում եւ Գերմանիան վերածնվեց։ Այս բառացիորեն դա ստավեցել է բանից, մոդելային։
Այստեղ էլի Արամ Մանուկյանի նկարնա Դեմաղաքյա Օրմանյանը պատմեցիք, բայց մի հատ էլ կտավ է այստեղ կախած։ Ուրեմն սա մի քիչ դուրս անկնում ինքը իր ոճով եւ ամեն ինչով մյուսներից, ինչ կտավ է։ Սա մի նկար է, որը մեզ կուսակցությանը նվիրել է Վիկտոր Հովհաննեսյանը, որը տասնյակ տարիներ եղել է մեր հանրային հեռուստաընկերության առաջին ալիքի պաշտոնական նկարիչը։ Նկարիչն է եղել։ Ուրեմն հայտնի ես նոր չեմ սկսել 10 թվերից, երբ որ ճգնաժամային երևույթներ կային երկրում, ես սկսեցի ռադիոյով հետո եւ այսպես ստացվեց, ոչ թե ես հատուկ եմ արել, ստացվել է։ Եվ ժամանակ ես մեր ժողովրդի գիտակցության մեջ մեթոդներ կան, ներդնում էի հերոսների արժանապատիվների Բայց ասում եք Հայաստանի ներսում չեմ կիրառում ոչ մի, բայց կիրառել եք։ Դա մանիպուլյացիա չեմ արել, չեմ հասկացա, հա։ Խարդախություն չեմ արել, այն մեր մեջ խարդախություն կա, էլի, ուղղորդում։ Ուրեմն վերադարձնում է եւ այսպես եւ այնտեղ մի ժամանակ, քանի որ մեր ամեն ինչը կապված է եղել իմ մոտ պետականության հետ, առաջին անգամ հայկական լեռնաշխարհը ամբողջական դարձրել է Արտաշեսը, առաջինը։ Երկրորդը նա այն հանճարներից մեկն էր, որը տեսավ, որ եթե նա չի ունենա այդ պետությունը, մշակույթ չի կարող լինել, չնայած տարածքը հայախոս էին, դրա համար նա հելլենիստական մշակույթի ճամփեն բացեց, խառնեց այսօրվա միքս սարքեց, այն ժամանակ ծնվեց այն մշակույթը, որի ակունքն է, հիմա արձագանքներ կա։ Եվ այդտեղ նաև ինձ համար ինչն էր հետաքրքիր, ես ուզում եի, որ հայ մարդն իմանա, որ սերնել է նորմալ, ընտանիք հայկականությունը լավ իմաստով, լայն ոչ բանի, խիստ անհրաժեշտ է, որ մարդիկ մեղմ լինեն, բայց պետականության գիտակցություն լինեն, եւ այսպես, եւ ահա տարբեր ռակուրսներով պատմում էի Արտաշեսի սիրո պատմությունը Սաթենիկի հետ, դե մենք մեզ սովոր ենք, չէ՞ որ մեր աղջիկներին օտարը տարել է։ Այս կտավին Արտաշեսն ու Սաթենիկն են։ Այո, եւ այն ձին է։ Այնտեղ էլ են բանն է թոգը, որ ասում է թոգը գցեց Սաթենիկը բանը, չէ, ալան է, ոս է։ Այո։ Բերեց։ Եվ ես ուզում էի ասել, որ հերիք է տակ, բերեք։ Եվ այսպես ես ընկեր, որի չեմ ճանաչել, իր երևակայությամբ ինքը նկարիչ է փայլում, դիցաբանություն շատ լավ գիտի, հետո մի խոսքով ես բոլորը արել էր, մի օր գալեց Facebook-ով ընկեր ջան, արի նկարը տար։ Ես ասում ձեր մոտ այսինքն ինձ համար գնացինք, բանի արգիշտի հետ էինք գնացել մեր ընկերոջ, ճոխ սեղաներ գցել, լավ կերանք խմեցինք, նկարները վերցրեցինք, մարդը նվիրել էր, ինքը արել էր երևակայությունով։ Վերջին անգամ ումը կարող եք չասել, ինչի համար եք որևէ մեկին հեռացրել կուսակցությունից։ Դες բան չունենք էլի։ Ընդհանրապես երբեք դեպք չեղե որ մեկին հեռացեք։ Գիտեք, որտեվ հեռացում վերջին անգամ եղել է։ Քանի անդամ կա կներեք կուսակցությունում։ Նորմատիվները լրացված են, էլի, դες պահին։ Չէ, կոնկրետ թիվ չէ, բայց մոտավոր։ Նորմատիվները մենք ես աշխատում եմ, որ օրենք չխախտենք ինչու։ Բաց լինենք, որ մեր երկրում էլ լինի նորմալ։ Չէ, բարձ է, հետաքրքիր ուղղակի այդքան մարդու մեջ այդքան մի հոգի չի եղել, որ ասեք չես համապատասխանում։ Եղել է մի օթաչու ասեմ, էլի անունչ ասեմ։ Որը մարդը գիտեր Հայաստանում են կուսակցություններ, որ ստեղծվել են ինչ-որ պետք է լինեն եւ այլն, ասի Գերջան, դա քու տեղը չի, էլի, իմ տեղն էլ չի։ Մենք իրար հետ չենք կարող եւ նման բան գարքեր։ Հետո կուսակցություն է, մեկը գնում է, մեկը գալիս է։ Այսինքն ձեր պատմածը ինքը ուրիշ կուսակցություններ նաև գնացել։ Չէ, ինքը ասենք հագում կա, չէ, կուսակցությունում պետք է արաղ լինի, սիգարետ լինի, մի քիչ փող աշխատել պետք է լինի երևի եւ այլն։ Այ դա է ուզում ասել, ավանդույթներ կան, չէ, Հայաստանում։ Սա ասեցի, այդ կուսակցությունը չի, ես էլ այդ մարդը չեմ, որովհետեւ ես չեմ ուզեցել որևէ կուսակցություն այնեք Սերժի բանի ժամանակ գնայի իշխանությունն էլ։ Այսինքն դիսցիպլինայի կողմնակից եք, եթե օրինակ ներսում չեն ծխում, ուրեմն եթե մեկը ծխեց կհանեք։ Չէ, դա կարող են ծխել, բայց թե ծխել ես պայմանական ասեցի։ Հասկացա, հա։ Չեմ ուզում, դե անձնական բան է, ինչ ասեմ մարդկանց։ Չէ, բայց գիտեք ինչ եմ հարցնում, սա ես հիմա չեմ ուզում ինչ-որ ինտրիգներ ման։ Բայց դա էլ կասեմ։ Հետաքրքիր է կառուցված գծել, էլի, այսինքն հա։ Ինչու ես եմ ընտրել 5-րդ հարկը Շենկևան, ինչու։
Հա։ Որովհետև դե մենք գիտենք ոնց է հայ մարդը, առաջի հարկ, ցեխոտ կոշիկ, լինում են, սիգարետը բերանը եւ այլն էլի, այս ամիջապես ներս դուրս եւ այլն։ Հա։ Այս 5-րդ հարկ միջև բարձրանա։ Մաքրվում։ Ուզի ճուզի։ Հասկացա։ Եվ այսպես բարեկրթության օրենք չի, դե բարեկրթության օրենքները չեն գրվում, բայց լավ կլինի, որ մենք մի քիչ ոնց ասեմ, վերադառնանք դեպի Արտաշես։ Նաև էթիկական եւ էսթետիկական։ Որտեղ սա քրիստոնեական ժողովրդավարության գուսակցությունն է, եւ ես զարմացել եմ, ասեմ։ Բայց Արտաշեսը քրիստոնյա չէր, ու չէր կարող լինել, ես կերպարն եմ ասում, հա, որ այդպեսի բան չկա, որ հատուկ։ Ուրեմն ես զարմացել եմ, թե ինչպես է, որ մենք լուրջ իմաստով քրիստոնեական ժողովրդավարության գուսակցություն չենք ունեցել։ 301 թվականին այն շրջադարձը, որ մենք ենք արել, աշխարհում ավելի մեծ գյուտ է, քան Նյուտոնի բինոմն է, Նյուտոնի օրենքներն են։ Մարդիկ գլխի են ընկել, չէ, որ այս կրոնը պետական կրոն դարձնենք եւ հա ժողովուրդը կունենա վերելք։ Հիշեք բանը, քրիստոնեությունից հետո ոսկե դարը գալիս է մեր մշակութային, չէ։ Հետո է սկսվում ամենայն խոնարհումով նախորդ պատմությանը։ Պարոն Ժինյան, շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Վերջում դուք նաև քաղաքական գործիչ եք եւ բնական է ինչ որ ձգտումներ ունեք եւ նպատակներ։ Որն է ձեր երազանքների կամ այն նպատակային պաշտոնը դիրքը, որ ուզում եք զբաղեցնեք Հայաստանում։ Ասեմ ձեզ, ուրեմն այդ իմաստով, եթե դա պաշտոն է անշուշտ 4% հաղթահարենք եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն ունենա ի վերջո աճ կենտրոնի բուֆերային հավասարակշռող այն կուսակցությունը, որպեսզի այն դրանք աշխարհում տվյալ բարակայում կոնկրետ ֆրակցիա ունենալ։ Իսկն ձեր համար վերջնանպատակը ազգային ժողովի падգամավոր դառնալն է։ Ես առանց դրանից բարձր կամ այլ ուղղությամբ պաշտոնի բան չունեմ, ես խնդիր չունեմ պաշտոնի, բայց դա ես ուզում եմ անեմ, որպեսզի տեսեք, այդ ասեմ հետեւյալը։ Նախ դա մեր մշակութային արժեքի վրա է, էս բանը մոդելները բացառիկ արդիական են, տնտեսությունը, քաղաքական կառուցվածքը պետության եւ այլն, այստեղ հազար գրքեր է թափած։ Հիմա եւ աշխարհի տարբեր տեղերից է բերած, որտեղ այդ քրականություն հաստատ չէ։ Հիմա երկրորդը մեզ դաշնագիստներ են պետք, հզոր եւ արդիական դաշնագիստներ։ Այս ԿԴՄ քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունները էլի քաղաքականացման հարցը դնում եմ կողքի ինֆորմացիայի համար։ Ուրեմն աշխարհի լավագույն պետություններն են ստեղծել Հիտլերից հետո պատերազմից։ Գերմանիան ձեզ օրինակ, ԿԴՄ-ն է ստեղծել։ Ավստրիան ստեղծել է այսօրվա այն շքեղ, ով որ Վիեննա, գիտեք էլ ինչ ասեմ, Ավստրիայի աշխատանքային գուսակցությունն է ստեղծել։ Նիդերլանդները, որ տարածքը չի երևում, Ռուսաստանի չոքեցնում է, ծաղիկով անգամ խեղդում է։ Եվ այսպես կարող եմ շարունակել։ Հիմա մենք ունենք այդ 301 թիվը, ունենք արդեն մարդիկ եւ այս կուսակցությունը, այս կամ այն չափով կազմավորված, եթե ես խորհրդարանում եղա, այնտեղ ունենանք քրիստոնյա դեմոկրատական ժողովրդավարական գուսակցության ֆրակցիա, որը շատ արագ հարաբերությունների մեջ կմտնի, դա շատ հեշտ է արդեն։ Հիմա էլ եմ անում, բայց որ խորհրդանում չես դժվար է։ Մերցի կուսակցության հետ, եթե որևէ մեկը դեմ է, թող ասի, Ավստրիայի կուսակցություն եւ այլն։ Այսինքն սա մի հզոր մի ուժ է, որ Հայաստանում բերում է դաշինքներ, մշակութային վերածնունդ եւ այլն, էլ մնացածը չեք ուզում։ Այս պաշտոն չի։ Շնորհակալություն։ Խնդրեմ, սիրով։